բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին եւս սիրելիներս ողջունում եմ։ Լավ տրամադրություն եմ մաղթում, չնայած նրան, որ դրսում հորդառատ անձրև է, սակայն անկեղծ ինձ մի այնքան հաճելի թվաց շատ մաքուր օդ էր եւ շատ այսպես ռոմանտիկ եղանակ էր։ Բայց դուք միացեք մեզ, որպեսզի մենք միասին ունենանք բարձր տրամադրություն եւ իհարկե պատրաստենք օրվա կերակուրը։ Այսօր շատ համեղ, տնական, եղանակին համահունչ առաջարկ ունեմ, ինչի համար պետք են մի քանի բաղադրիչներ։ Ասեմ, որ շատ այսպես ժամանակատար աշխատանք ենք ունենալու, բայց կփորձենք այսպես արագի մեջ ամեն բան պատրաստել, քանի որ այստեղ ունեմ արդեն, այսպես ասած, կերակուրի 60%-ը պատրաստ է արդեն, ես այսօր օգտագործելու եմ պահածոացված իման բայալդի, այստեղ ունեմ լոլիկ սեփական հյութի մեջ, այսինքն սա նշանակում է արդեն ես բավականին աշխատանք կատարել եմ կերակուրի հետ կապված, իհարկե ինձ օգնել են մեր գործընկերները, ինձ օգնել է Իջևանի գինու եւ կոնյակի եւ պահածոների գործարանը, այնպես որ այս հարցում մենք արդեն մեր աշխատանքը կատարել ենք։ Սրանք անդրադառնանք քիչ ավելի ուշ, իսկ հիմա ներկայացնեմ հաջորդ բաղադրիչները։ Ես այստեղ ունեմ աղացած միս, ունեմ կարտոֆիլ, ունեմ սոխ, որը նախապես արդեն քերիչով անցկացրել եմ, կամ կարելի է սոխը աղալ, ես արդեն նախապես եմ արել այս գործողությունը։ Ահա, եւ պետք է պատրաստենք կոլոլակներ, իսկ կարտոֆիլը պետք է տապակենք եւ հենց հիմա կսկսենք այդ գործողությունները։ Ես կհագնեմ իմ գոգնոցը եւ կգնանք առաջ։ Իհարկե ժամանակատար նկատի ունեմ այս տապակման process-ը, այս ամենավերջում մենք երբ ամբողջությամբ կպատրաստենք մեր տապակվող մթերքները, այնուհետև պետք է շատ գեղեցիկ հավաքենք մի տարայի մեջ, հրակայուն տարայի մեջ, այնուհետև տեղափոխենք ջեռոց։ Այնպես որ այստեղ շատ աշխատանք է մեզ սպասվում, բայց նաև շատ հաճելի։ Ես իհարկե մի փոքր այսպես ինքս կպատրաստվեմ այս գործողություններին եւ կանցնենք առաջ։ Ամենաառաջին հերթին հենց կսկսենք կարտոֆիլի տապակումից եւ իհարկե խճողակը կպատրաստենք, մեր միսը կպատրաստենք։ Աղացած միսը հորթի փափկա միս է։ Ահա։ Ես յուղ եմ։ Ասեմ, որ առատ յուղը չի խանգարի մեզ, որպեսզի շատ ավելի արագ տապակվեն կարտոֆիլները, այնպես որ մի խուսափեք սիրելիներս, կարող եք այս պարագայում բավականին շատ բուսայուղ օգտագործել։ Ես շերտատում եմ կլոր շերտերով կարտոֆիլը, որովհետև այսպիսի կտորներ են պետք այս կերակուրի համար, ու արդեն տեղափոխում եմ թավայի մեջ։ Այս ընթացքում նաև կհամեմենք տապակվելու ընթացքում։ Մինչ կարտոֆիլները կտապակվեն, ես անպայման կսկսեմ պատրաստել ուրեմն աղացած միսը, այն համեղ խճողակը, ինչի մասին խոսում ենք։ Ահա միսը կլցնեմ այս թավայի մեծ թասիկի մեջ, կավելացնեմ այստեղ աղացած սոխը, եւ իհարկե համեմունքներ ենք այստեղ ավելացնելու, համեմունքներից օգտագործելու ենք բազմաթիվ համեմունքներ, որպեսզի այս կոլոլակները շատ համեղ ստացվեն։ Այստեղ ունենք խմելի սունելի, այստեղ ունենք ամենակարևորը քրքում, արդեն ես քրքում ունեմ, իմ պաշարը լցվել է արդեն, ահա, ես այստեղ կօգտագործեմ կարմիր պղպեղ, Ադրինե, Սուրեն ջան, ողջույն սիրելիս։ Ես եկա որ ասեմ ինչ որ բան կա մենք արեցինք, որտեղ պիտի ունենք կարծեմ դաթարի։ Ես դու հենց մոտենում ես, ես ամեն բան հասկանում եմ։ Երբ մի քիչ ուշանում ես, զարմանում եմ, բաս ուրա դաթարը։ Այո, եւ այստեղ ես արդեն ամեն բան կարծում եմ հեռուստադիտողը տեսավ, ես ունեմ այստեղ հոյակապ համեմունք, նորություն է սա, մսի համար նախատեսված, ես հիմա սա հենց այսպես հեռուստադիտողի աչքի առջև կբացեմ
եւ իհարկե մենք կօգտագործենք։ Ահա, ես կարծում եմ իմ հերոստատիտողին պարզ է մենք ինչ ենք անելու։ Սուրեն, դու ուժեղ ես, հա, երևի թե դու։ Բայց եկել Մերսի, շատ շնորհակալ եմ։ Իմ հզոր տղա։ Ահա, եւ այս համեմունքը, իհարկե համեմունքը ես իմ ճաշակով եմ ավելացում, սիրելիներ, դուք իհարկե ձեր ճաշակով։ Ահա, ես կսկսեմ խառնել այն եւ կսկսեմ վերածել կոլոլակների դաթար։ Շատ կարճ դաթար կլինի, որից դուք վերադառնանք ու նորից կգանք խոհանոց։ Այո։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ կերակուր, հագեցնող, վիտամիններով հարուստ եւ այսպես ճոխ եղանակին համահունչ։ Մինչ դաթարը, մինչ այս ամենը մենք մի քանի գործողություն կատարեցինք սիրելիներս, ինչպես ասացի, կարտոֆիլ ենք այստեղ տապակում, հիմա միասին կհամեմենք այն եւ այստեղ թասիկի մեջ ավելացրեցինք համեմունքներ մեր աղացած մսի վրա։ Ունենք աղացած հորթի փապկամիս, այստեղ ավելացրել ենք աղացած սոխ եւ մի քանի համեմունքներ։ Մի ամբողջական փունջ, որը իմ ճաշակով է, դուք կարող եք ձեր ճաշակով որևիցե համեմունքային փունջ ընտրել եւ դա օգտագործել։ Ահա, ինձ միայն մնում է խառնել, ցանկության դեպքում ես եւս մեկ անգամ կկրկնեմ, թե ինչ համեմունքներ եմ ավելացրել։ Այստեղ ունենք խմելի սունելի, ունենք սև եւ կարմիր պղպեղներ, ունենք ուրեմն աղ բնականաբար եւ շատ հետաքրքիր մսային այսպես համադրություն է, ես նոր եմ սա նվեր ստացել, մեր խոհանոցի համար սա շատ պետք է գալու եւ այսպես կփորձարկենք եւ այստեղ անպայման քրքում եմ ավելացրել։ Հիմա այս ընթացքում ինչ խառնելը մենք այստեղ կարտոֆիլի վրա ավելացնենք համեմունքներ, էլի սև պղպեղ, այսպես զգուշությամբ ցողենք, անպայման քրքում էլի կավելացնեմ, ահա, աղ և մի փոքրել կարմիր պղպեղ։ Ահա խնդրեմ, տեսնենք, թե որ փուլում է մեր կարտոֆիլը, այսինքն հակառակ կողմը տապակվել է, թե ոչ։ Այո, տապակվել է, կարող ենք արդեն շուռ տալ, որպեսզի հաջորդ կողմն էլ տապակվի։ Շատ հրաշալի գույն է ստացել մեր կարտոֆիլը արդեն, ինձ էստեղ, ինձ էստեղ պետք է մեկ այլ գործիք, ահա, կտապակվի հաջորդ կողմը և ես այս ընթացքում, ահա, կխառնեմ մեր ուրեմն աղացած մսի խճողակը։ Եվ ինչպես ասացի, այս միսը մենք պետք է վերածենք կոլոլակների ու նորից տապակենք։ Կարտոֆիլը տապակվելուց հետո ես հենց նույն թավայի, նույն բուսայուղի մեջ կտապակեմ այս համեղ միսը։ Բավականին պետք է լավ խառնել, որ բոլոր համերը միախառնվեն, քանի որ մենք այստեղ ունենք բավականաչափ համեմունքներ, ուրեմն պետք է այսպես լավ խառնենք, որպեսզի այն շաղախվի։ Այսպես։ Մեզ մի ափսե է պետք, որպեսզի մենք դասավորենք մեր կոլոնակները։ Ողջույն։ Դու քո գործով զբաղվի, ես քեզ չեմ խանգարի։ Ես եկել եմ հասկանալու համար, ինչ կարող եմ այս պահին այստեղից գողանալ նախաճաշի համար։ Մենք այդտեղ քամած մածուն ունենք, թթվասեր ունենք, այնպես որ կարող ես օգտվել։ Այո։ Ու պիտի պատմես, տեսնեմ Ջենիֆեր Լոպեզի հետ կապված ինչեր կան, ինչ պլաներ կան։ Ոնց ասեմ քեզ, Ադինե ջան, Ջենիֆեր Լոպեսին զանգել էի։ Ասեց լավ, դու չես գալիս այստեղ, ես կգամ Հայաստան։ Դե տենց որոշեցինք, պայմանավորվեցինք, ասի Լոպես ջան։ Արի ծուրը նստենք, դուրս խոսանք։ Արի Հայաստան։ Քարը պեշ ծտավ, արի Հայաստան։ Ասեց եղավ։
այդպիսի մարդ չկա, որ քեզ չսիրի, էլ ուր մնաց թե Ջենիֆեր Լոպեզը։ Ես հավատում եմ դրան, որովհետև չգիտեմ, դու արժանի ես, որ քեզ շատ սիրեն։ Շնորհակալ եմ, Այդ թվում նաև Ջենիֆեր Լոպեզը հաստատ կշահի։ Դե հիմա գալիս է Հայաստան։ Իհարկե Լիլիթից աչքից ականջից հեռու, սենց բաներ կատակ է կանում Լիլջան, դե բնականաբար։ Որպես որդեգրի եւ։ Չէ, տատիկն է այդքան մեծ չի, որ քեզ տատիկ լինի, սուր։ Ես եմ շատ ջահել որպես։ Հա, դրանում խոսք չկա, որ դու շատ ջահել ես, բայց դե բացառիկ կին է։ Բայց եթե ամեն ինչ թողնենք մի կողմ կատակ, բացառիկ կին է, այո, ես համաձայն եմ, այս աշխատասիրությունը եւ ինչպիսի շոու է նա անում ընդհանրապես եւ սա վերաբերում է հենց այդ կարգի բոլոր աստղերին, որոնք իրականում շատ են աշխատում իրենց վրա եւ դա երևում է արդեն հենց բեմում։ Այնպես որ բրավո։ Դու իրավացի ես։ Եվ արժանի են, որպեսզի այդպիսի փառքի վայելեն, որովհետև դա իրոք շատ ծանր աշխատանքի արդյունք է։ Գիտես, այս աշխարհում կան 3 հանրահայտ կանայք, որոնք ինձ համար եւ էտալոն են գեղեցկության, կանացիության եւ աշխատասիրության այդ հզոր դեմքերն են։ Ես առաջինը կառանձնացնեմ իհարկե Սոֆի Լորենին, հետո Մոնիկա Բելուչի եւ հետո Ջենիֆեր Լոպեզը։ Աշխարհում այս 3 կանայք ինձ համար յուրահատուկ են, բացառիկ են եւ թե իրենց գեղեցկությամբ, թե իրենց այդ խաղի դու նշեցիր կանանց, որոնք հենց այդ իսպանա-իտալական խառնվածքն են, հա, եւ Բելուչին, եւ Սոֆի Լորենը իտալացիներ են ծագումով, հա, իսկ դե Լոպեսն էլ բնականաբար իսպանուհի, դե արի ու դիմացի, վարդապետի կենտացի։ Բայց ասեմ, որ իհարկե նրանք շատ տաղանդավոր են, երեքն էլ որ դու նշեցիր եւ համոզված եմ, որ դեռ զարմացնելու են, հատկապես ես անհամբեր սպասում եմ, թե երբ է Սոֆի Լորենը եւս մեկ ֆիլմ նկարահանվելու, ճիշտ ասած նա հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու, որտեղ արդեն առողջական խնդիրներ բավականին մեծ է, այո, իհարկե։ Այո, բայց միևնույն է նույնիսկ հենց այդ տարիքում, երբ որ տեսնում ես նրա նոր լուսանկարները, հասկանում ես, որ չգիտեմ, կամ դա հենց լրագրողների համար է այդպես ինքը դուրս գալիս, կամ իրոք ամեն ինչ այդքան լավ է իր մոտ։ Չէ, Աստված, ես ուզեմ որ շատ երկար տարիներ դեռ այդպիսի գեղեցկությունը աշխարհիս մոլորակիս վրա գոյություն ունենա, ես շատ կուզեմ, այնպես որ չգիտեմ, հույս ունենք, որ երբևէ էլի ինչ որ դերակատարումով նրան էկրաններին կտեսնենք։ Դե եթե խոսեցինք ֆիլմերից, ես եւս մեկ անգամ նշեմ շատ կարևոր պրոյեկտներ, որոնք արդեն իսկ կան հարթակներում, հա, 3 հենց դուրս եկավ Hulu-ում Ռասկաս Լուժանքի, հենց այդ սերիալի 6-րդ ֆինալային սեզոնը, որը արդեն կավարտի ամբողջ սերիալը եւ ցավոք, որովհետեւ երբ որ սերիալը շատ լավն է լինում, չես ուզում որ ավարտվի, բայց դե ամեն ինչ ունի իր դրամաբանական ավարտը։ Եվ արդեն հենց սթրիմինգային հարթակում կարող եք արդեն դիտել եւ ես էլ անհամբեր սպասում եւ պատրաստվում եմ հենց դա դիտելու։ Դա մեկ Երկրորդը Squid Game-ի 3-րդ սեզոնը դուրս է արդեն հունիսին, որտեղ Netflix-ը հայտարարել է արդեն, որ հունիսին դուրս է գալիս 3-րդ սեզոնը եւ երկար սպասված իմ կողմից Game of Thrones-ի, հա, Դոմ Դրակոնը, որը 3-րդ սեզոնն է դուրս գալիս, դա օգոստոսին արդեն կլինի HBO-ի հարթակում, այնպես որ շատ լավ է սպասված պրոյեկտներ գալիս են մեզ ամառը զարդարելու համար։ Այո, այնպես որ պատրաստվեք ժողովուրդ։ Այո, չեն դիտել մինչև այս վերջերս նշեցի այդ ֆիլմի մասին, 4 մասանոց Netflix-ում կա, Переходный возраст, այո, դու նշեցիր դրա մասին։ Շատ հիանալի է, ինչը ինձ այդտեղ զարմացեց բացի դերասանական խաղից, իհարկե նաև այն, որ ամեն մի սերիան 1 ժամից ավել է եւ նկարված է մի կադրով առանց ստոպի, հա, դադար չկա, սկսում է ֆիլմը ոնց որ ռեալ ժամանակում եւ ամբողջ ֆիլմը նկարվում է մի կադրով առանց դադար, մի շնչով, այո, ոչ միտեղ կամերան ստոպ չի լինում եւ ամբողջը նկարվում է մինչեւ վերջ։ Բավականին հետաքրքիր, դա շատ դժվար է հավատացեք, երբ որ 1 ժամից ավել է տևում ֆիլմը։ Այդպեսի փորձ արվեց Birdman ֆիլմը, հիշում եք, դա Օսկար ստացավ եւ այդպես նկարված էր էլի մի կադրով ֆիլմ, բայց դա գեղարվեստական ֆիլմ էր եւ մի մաս էր, հա, իսկ սա 4 մաս եւ բոլոր մասերն են 1.5 ժամանոց։ Եվ արդեն ավարտվեց Սպիտակ Լոտուսը, որը HBO-ում կար, 3-րդ սեզոնն էր, բոլոր անհամբեր սպասում են, ես նույնպես դիտեցի մի 3 սերիա, բայց մնացել է վերջի 4 սերիան դիտեմ եւ արդեն ֆինալային մասն էլ կա, այնպես որ
Դիտեք, շատ լավն է, եւ բավականին ասեմ, որ HBO-ն նշել էր, որ իր պատմության մեջ ամենաշատ դիտվածը հենց Սպիտակ լոտոսի այս սեզոնի վերջին սերիան է, որը իրենց հարթակում գրանցված ամենաշատ դիտված սերիան է։ Ես կուզեմ անդրադառնանք դրանից առաջ շեշտված այդ ֆիլմին, որ դու մտքի իմաստի մասին նշես դեռահասության այդ տարիքի երեխաների, որ այո, թող հետաքրքրություն առաջացնի հեռուստադիտողի մոտ, հանդիսատեսի մոտ, որպեսզի դիտեն եւ միգուցե իրենց համար այսպես օգտակար ինչ-որ բան քաղեն կամ իրենց երեխաների այդ շփման այդ Այո, շատ կարևոր է դա։ Հետաքրքիր պատմություն կա ֆիլմի նկարահանումների ժամանակ, հերոսը 13 տարեկան տղա, որը նկարահանվել է ֆիլմում, դեպ նա իր դեբյուտն է ֆիլմում, առաջին անգամ է նա նկարահանվել հենց ֆիլմում եւ հենց Netflix-ի այդ պրոյեկտում, եւ ցավոք սրտի նկարահանումների ընթացքում կորցրել է ծնողներին եւ գլխավոր դերակատարը, որը խաղում էր իր հոր կերպարը, այո, հոլիվուդյան շատ հայտնի դերասան, որդեգրել է տղային, հենց այդ նկարահանումների այո, պատահարից հետո եւ իհարկե չգիտեմ, տես փոքրիկ իրադարձություն, որը կարևոր դեր խաղաց այդ տղայի կյանքում եւ իհարկե ասում են այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում, այո, ցավոք սրտի ծնողներին է կորցրել այդ երիտասարդը, այդ պատանին, բայց դե փոխարենը արդեն ինչ որ բան գտել է այս կյանքում, որը միգուցե շատ իմաստալից կլինի իր կյանքում։ Հուսանք բոլորի կյանքում, աշխարհի մարդկանց բոլորի կյանքում ամեն բան լավ կլինի, ինչպես նաև մեր բնակիչների, մեր հայրենակիցների կյանքում էլ թող ամեն բան շատ լավ լինի։ Դե հիմա անձև է գալիս դրսում, բայց դա բնության սիրո դրսևորման տեսակն է եւ դա չի խանգարում, ինչպես ասաց մեր ռեժիսորը, դադարին։ Անպայման, հասկացանք։ Հիմա պիտի դադար լինի մեր եթերում, Ադրինե, ինչ ես անել այս դադարի։ Այո, այս ընթացքում կավարտեմ այս մսի հետ աշխատանքը, կոլոլակները կպատրաստենք, այնուհետև կարտոֆիլը կշրջեմ հաջորդ կողմն էլ կտապակվի ու կսկսեմ կոլոլակները տապակել, դա էլ կարծում եմ ընթացիկ կցուցադրենք։ Այո, անպայման։ Այս պայն կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ կհյուրընկալենք մեր հյուրերին, խոսելու ենք բավականին հետաքրքիր պրոյեկտից։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, այսօր պատրաստում ենք շատ համեղ կերակուր։ Ես կարծում եմ այսօրվա հետ շատ համահունչ է, այս եղանակի հետ շատ համահունչ է։ Կերակուրը շատ բաղադրիչներ է պարունակում իր մեջ եւ իհարկե այսպես շատ հագեցնող է։ Ասեմ, որ ես նշել էի ամենասկզբում դրա մասի, որ ինձ օգնության է հասել իմ գործընկերը, այստեղ մենք պահածոհացված լոլիկի հյութով պատրաստված լոլիկներ ունենք, պահածոհացված տարբերակը եւ իհարկե Իման Բայալդի։ Ես կարծում եմ բոլորի տանն էլ այսպիսի պահածոներ կա, եթե էլ չկա, գուցե սառցախցիկում ինչ որ բան պահել ենք ձմռան ընթացքում եւ այսօր շատ հանգիստ կարող ենք անել դա օգտվել։ Իսկ այս բոլորը պետք է միախառնենք տապակված կարտոֆիլի եւ տապակված կոլոլակների հետ։ Եթե հիշում եք, մենք պատրաստեցինք միասին այս ֆարշը, այսինքն այնտեղ ավելացրեցինք աղացած մսի վրա ավելացրեցինք շատ բազմապիսի համեմունքներ, աղացած սոխ եւ այսպես տապակեցինք այս կոլոլակները։ Արդեն պատրաստ են եւ այստեղ էլ կարտոֆիլն էլ է պատրաստ։ Մեզ մնալու է միայն այս բոլորը այսպես համահունչ դասավորել իրար վրա եւ տեղափոխել ջեռոց։ Ասեմ, որ ցանկության դեպքում կարող եք ամենավերջում այն ինչը որ կտեսնենք, իմի կբերենք, դուք կարող եք այդտեղ պանիր էլ վերջում ավելացնել վրան, տեղափոխել ջեռոց։ Ես այսօր ինչու պանիրը չեմ ավելացնի, որովհետև եթե հիշում եք, մենք երեք շատ համեղ պաստայի տարբերակ ենք պատրաստել եւ այնտեղ շատ կատնամթերք կար։ Պանիրն էլ վերջում իհարկե լցրեցինք մեր ուտեստի վրա, տեղափոխեցինք ջեռոց։ Չեմ ցանկանա, որպեսզի այսօր էլ լինի այդպիսի պանրային ուտեստ, այսպես մեկ փոփոխություններ են պետք եւ իհարկե այս տարբերակը կարծում եմ շատ ավելի լավ կլինի, որպեսզի այստեղ կատնամթերք չպարունակենք։ Բայց էլի ճաշակի հարց է, ցանկության դեպքում ասում եմ շատ էլի համահունչ կլինի, եթե վերջում պանիր ավելացնենք։ Ահա մեր կոլոլակները տապակված են, ես քիչ հետո կարող եմ նույնիսկ ինչու քիչ հետո հենց հիմա էլ կտեղափոխենք։ Տեղափոխենք մեր կարտոֆիլի
կողքին կդնենք, ինչու ոչ, այսպես, և իհարկե կանցնենք առաջ։ Ցանկության պարագայում սիրելիներս կարող եք թարմ սմբուկ վերցնել, ձեռք բերել եւ իհարկե տապակել Իմամ Բայալդին ավելի թարմ տարբերակով, չնայած Իմամ Բայալդին համեղ է այն դեպքում, երբ շատ երկար այսպես մնում է եւ համերը միախառնվում են։ Սուրեն ջան։ Ես հոտի վրա եմ եկել։ Ես հասկանում եմ, անկեղծ ես էլ եմ քաղցած։ Շատ դժվար է Ադրինե, զսպել եւ այս բույրերի մեջ չնիհարել։ Դու կարող ես մեկ կարտոֆիլ ճաշակել։ Ես չեմ թողնի, որ դու խոհանոցում գտնվելով քաղցած մնաս, այդպիսի բան չկա։ Եվ ամենահամեղ ախորժելի պահը հենց այդ պահն է, երբ որ մայրիկները ճաշ են պատրաստում ու դու գնում ես ինչ որ բան թռցնում ես այնտեղից։ Այո, դա ամենահաճելի պահն է։ Եվ ասեմ, Սուրեն ջան, որ ես ուզում եմ այսօր Տրամոնտինա ընկերության կողմից առաջարկվող այս թասիկի մեջ պատրաստել մեր կերակուրը, սիրելիներս, ուրեմն ասեմ, որ այս թասիկի մեջ ոչ միայն կարող ենք մեր նախապատրաստական աշխատանքները կատարել, այլ կարող ենք այն տեղափոխել ջեռոց։ Ես սկզբից ասացի հրակայուն ամանի մեջ կլցնենք եւ կտեղափոխենք ջեռոց, բայց հրակայուն ամաներ բոլորս վստահ եմ տանը ունենք, բայց նմանատիպ թասիկներ հաստատ ոչ բոլորս ունենք։ Էնպես որ խորհուրդ եմ տալիս ձեռք բերեք Տրամոնտինա բրազիլական ընկերության կողմից այս հրաշալի թասիկը, որը ունիվերսալ է փաստորեն։ Ամեն բանի համար կարող եք օգտագործել։ Եվ այսօրվա մեր ճաշիկը մենք կպատրաստենք հենց այս թասիկի։ Մենք հիմա չենք անի ոչ մի բան, որպեսզի հետո հեռուստատողին ավելի հանգիստ պայմաններում աշխատենք, այնպես որ ես լռում եմ։ Դա թարմ էր եթերում, հետո կշարունակենք։ Բարի ողջույն եւս մեկ անգամ մեր թանկագին հեռուստատողին, սիրելիներս, արդեն եկել է այն պահը, որ պետք է իմի բերենք մեր ուտեստը, օրվա ուտեստը շատ հագեցնող է, շատ համեղ է եւ իհարկե բազմապիսի բաղադրիչներ կան այստեղ։ Ինչպես նշեցի, այս թասիկով էլ պատրաստելու ենք, որը հանգիստ կարելի է տեղափոխել ջեռոց եւ այստեղ առաջին հերթին տեղադրում ենք մեր պահածոացված լոլիկը։ Ես նշեմ, որ բոլոր այս մթերքները մեզ տրամադրում է մեր գործընկերը Իջևանի գինու պահածոների գործարանը, որը ունի բազմապիսի լայն տեսականի եւ այսօր ես առանձնացրել եմ այս երկու տարբերակը Իմամ Բայալդին եւ իհարկե լոլիկ սեփական հյութի մեջ շատ համեղ է եւ այսօր այս կերակուրը, այսպես ասած, օգնելու է, որ պատրաստենք հենց այս պահածոներով։ Լոլիկները տեղադրենք թասիկի մեջ։ Ադրինե, ողջույն իմ սիրուն Սոնա։ Ողջույն։ Ես լսեցի, որ Իջևանի գինու գործանի պահածոների մասին պատմեցիր մեր հեռուստադիտողներին, ես էլ հավել եմ իհարկե այն համեղ հյութերը, որոնք էլի ու էլի պահածոների նման եւ պահածոների չափ հիշեցնում են տնական համի ու հոտի մասին, դե իսկ անմահական գինիների մասին երևի թե լռենք, որովհետեւ դրանք բազմատեսակ են, նորությունները շատ են, բարբերաբար մեր եթերների ընթացքում պատմում ենք ձեզ այդ մասին, ահա դուք հիմա մեր էկրաններին տեսնում եք այս գործանի հրաշքարտադրանքի ընդհանրապես այդպես շատ փոքր տոկոսը։ Ինչին մասը, այո, բայց ասենք, որ շատ համեղ են, տնականից որևիցե բանով չեն տարբերվում, այնպես որ կարող եք գնել եւ վայելել։ Ահա ասեմ, որ արդեն այս լոլիկները տեղադրված է թասիկի մեջ, հիմա պետք է այստեղ ավելացնենք մեր Իմամ Բայալդին, իհարկե այսպես շատ հեշտ ինձ թվում է տարբերակ է, սա պարզապես պետք է կիրառել, այսպես որոշել եւ պատրաստել այս համեղ ուտեստը, որովհետեւ շատ յուրահատուկ համ կտա այս բոլորը մեր ուտեստին եւ իհարկե կդարձնի շատ օգտակար եւ համեղ։ Եվ ես նկատեցի, որ Տրամոնտինայի ապրանքատեսականին է մեր խոհանոցում եւ հիմա քո ձեռքի տակ, այո, բրազիլական բրենդ է Տրամոնտինան, որը իր բարձր որակի շնորհիվ հայտնի է ամբողջ աշխարհին եւ հիմա արդեն հասանելի է նաեւ հայ սպառողին, կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում եւ այս շատ թեթև, շատ գեղեցիկ ապրանքատեսականին կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։
Համաձայն եմ քեզ հետ, մենք երկար խոսեցինք, այսինքն երկար խոսեցի թասիկի օգտակարության իր ունիվերսալ գործածության մասին, ինչը շատ կարծում եմ բոլոր տնային տիկիններին շատ պետք կգա եւ դանակների, տախտակների, սպասքի մասին խոսք չկա։ Թավաների, դուք տեսաք որքան գեղեցիկ էս այդ թավայի մեջ տապակեցի կարտոֆիլը, որքան արագ է, այսպես ամեն բան իր տեղում, ահա ոչ այրվել է, ոչ ավելորդ ինչ որ բաներ է պատահել մեր կարտոֆիլի հետ, այնպես որ խորհուրդ ենք տալիս անպայման օգտվել։ Եվ ասեմ, որ իմ անբայալդեի վրա արդեն կարող ենք շարել այս կոլոլակները։ Ահա, այսպես լցնենք, դասավորենք, այսպես ասած դասավորելու տարբերակով է այս ուտեստը ստացվելու եւ վրան իհարկե կտեղադրեմ մեր կարտոֆիլը տապակված, ահա տեսեք ինչպիսի տեսք ունի այս պահին, հաստատ հյութը մի փոքր էլ կտարածվի եւ կոլոլակները այսպես կողողվեն այս հյութի մեջ եւ շատ ավելի համեղ կդառնան։ Հիմա էլ կարտոֆիլը շարեմ մեր այս գեղեցիկ ուտեստի վրա եւ տեղափոխենք ջեռոց։ Ընդհանուր առմամբ բոլոր մթերքները եփված են, այստեղ շատ բան չկա եփելու, պարզապես մի փոքր կմիախառնվեն ջեռոցի մեջ այս համերը եւ մենք վերջում կվայելենք։ Ասեմ, որ իհարկե նշել էի այս մասին, ցանկության պարագայում կարող եք վերջում ավելացնել պանիր, պանիրն էլ թող հալչի եւ դառնա շատ ավելի ճոխ ու հագեցնող ուտեստ։ Իսկ պանիրը կարող եք ընտրել Էլոլա ապրանքանիշի մեծ զամբյուղից, որովհետև այս ապրանքատեսականին շատ բազմազան պանիրներ է ներկայացնում, ինչպես նաև ներկայացնում է եւ արտադրանքը անարատ կաթից պատրաստված կատնամթերքն է, այնպես որ կարող եք ձեռք բերել եւ վայելել ընտանիքի ամբողջ անդամներով եւ կզգաք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին, իսկ առավոտյան կատնամթերք օգտագործելը շատ օգտակար է եւ շատ կարեւոր է, այնպես որ այդ մասին մի մոռացեք։ Շատ անհրաժեշտ է, այո, շատ ճիշտ նշեցիր, որ շատ կարևոր է, այնպես որ խորհուրդ ենք տալիս բոլոր այս մթերքներին։ Այո, դե պետք է կերակուրի եթե, այո, կերակուրի եթե յուղալի չլի բալես, համեղ չի լինի։ Ես միշտ յուղը վերցնում եմ, ավելացրու ասեմ, բայց հաստատ մի փոքր քիչ ավելացնենք։ Մամաները այդպես են, չեն կարող առանց յուղի չեն պատկերացնում կերակուրները ոնց կարելի է պատրաստել, բայց իհարկե քեզ հետ համաձայն եմ, որքան շոգեխաշված եւ առանց յուղայնության կերակուրներ լինեն, այդքան մեր օրգանիզմին օգտակարությունը ավելի շատ է, սակայն մանավանդ հայ մայրերը այն վերջին կես գտալ յուղը անպայման պիտի գցեն, չի լինի, երեխեքիս սնունդ լինի, այս տարբերակը։ Բայց գիտես, ես նկատեցի, որ քո այսօրվա ուտեստը նաև ընթացքից արդեն կարելի է փորձել եւ համտեսել, այսինքն բոլոր փուլերում։ Քանի որ պատրաստ են, այո, բոլոր բաղադրիչները, այո, շատ ճիշտ ես։ Այնպես որ այստեղ մեզ մնում է մի փոքր այսպես տաքացնել այս բոլորը, որպեսզի միախառնվեն համերը եւ վայելել։ Ես կարծում եմ վերջում հենց այս թասիկով էլ մատուցելու եմ, այնպես որ մնացեք մեզ այդ սիրելիներս, մենք գնացինք դեպի ջեռոց։ Քանի որ խանութում ամեն ինչ արդեն պարզ է, հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա արդեն պատրաստ է մեր կերակուրը, այս համեղ եւ հագեցնող ուտեստը։ Ես ահա պատրաստել եմ այսպիսի սեղան, թթվի տեսականի կարող եք այս համեղ ուտեստի կողքին մատուցել։ Ես կուզեմ մի փոքրիկ այսպես տարբերակ ներեցեք, տարբերակ առաջարկել, որպեսզի տեսքը ձեզ արդեն հասկանալի լինի։ Այստեղ ունեինք իմ անբայալդի, լոլիկ, կոլոլակներ եւ իհարկե կարտոֆիլ, տապակված կարտոֆիլ, ահա տեսեք որքան համեղ է եւ ախորժաբեր, սիրելիներս, պատրաստեք, վայելեք, ճաշակեք եւ մշտապես մնացեք մեզ հետ ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։